Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները հասնում են այն կետին, որտեղ այլևս ոչինչ չի մնում գաղտնի, բայց ճշմարտությունը բացահայտվում է ամենացավոտ ձևով։ Ամեն մի հերոս կանգնած է իր կյանքի ամենաբարդ շրջադարձի առաջ և թվում է հետդարձի ճանապարհ այլևս չկա, Նորոյի համար գալիս է հերթական ցնցումը։ Նա պարզում է, որ այս ամբողջ ընթացքում աշխատել է հենց Արշակի կազմակերպությունում, չիմանալով դրա մասին։ Սա նրա համար ոչ միայն անակնկալ է, այլ նաև ներքին մեծ հարված։ Նա սկսում է վերանայել ամեն ինչ, ինչպես է հայտնվել այդ աշխատանքում, ինչու իրեն ոչինչ չեն ասել, և արդյոք դա պատահականություն էր, թե նախապես մտածված քայլ։ Նորոյի մեջ խառնվում են զգացմունքները՝ վիրավորանք, զայրույթ, նաև շփոթություն։ Մի կողմից նա հասկանում է, որ այդ աշխատանքն իր համար կարևոր էր, մյուս կողմից չի կարող ընդունել, որ իր կյանքը կրկին կապվել է Արշակի հետ առանց իր գիտության։ Սա կարող է դառնալ նոր լարվածության պատճառ նրանց հարաբերություններում։ Միևնույն ժամանակ սյուժեի ամենակարևոր գծերից մեկը շարժվում է դեպի մեծ բացահայտում։ Հասմիկը երկար ժամանակ լռելուց հետո վերջապես որոշում է խոսել։ Նա փորձում է հանդիպել Մագդայի հետ, որպեսզի պատմի ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը տարիներ շարունակ թաքցվել է։ Խոսքը Մագդայի մոր մասին է։ Հասմիկը հասկանում է, որ այլևս չի կարող լռել, նա տեսնում է, թե ինչպես են Մագդան ու Նորոն երջանիկ, իսկ դա նա թույլ տալ չի կարող, ու ամեն ինչ անում է, որպեսզի Մագդայի կյանքն իսկական դժոխքի վերածի։ Բայց արդյոք նա կհասցնի խոսել այս ամենի մասին։ Հաշվի առնելով, թե ինչ արագությամբ են զարգանում իրադարձությունները, դա դեռ մեծ հարց է։ Եթե Մագդան ճշմարտությունը լսի հենց Հասմիկից, ապա գուցե կարողանա նա հասկանալ, որ Հասմիկն իրեն խաբում է, կամ փորձի այդ ճշմարտությունը լսել մեծերից։ Այս ամենի ֆոնին ընտանիքի ներսում տեղի է ունենում ևս մեկ ծանր զարգացում։ Տատիկն, ով միշտ փորձել է պահել ընտանիքը միասին, կարծես վերջապես հասկանում է իրականությունը։ Նա սկսում է կասկածել, որ իր որդին Բաբկենը ինչ-որ լուրջ քայլ է արել տան հետ կապված։ Հեռուստադիտողներն ականատեսը եղան, թե ինչպես Էլիզն ու տատիկը հանդիպեցին, իսկ տատիկը գտնվում էր շատ ծանր վիճակում, և հավանական տարբերակներից այնն է, որ Բաբկենը տունը, որտեղ նրանք ապրում էին, կամ գրավ է դրել, կամ ավելի վատ, այդ տունը վաճառել է, ու Նորոն ու ընտանիքը ստիպված հայտնվելու են դրսում։ Սա նշանակում է, որ ընտանիքը կանգնած է ոչ միայն ներքին, այլ նաև ֆիզիկական կորստի առաջ։ Նրանք կարող են պարզապես մնալ առանց տանիքի։ Տատիկի համար սա ամենածանր հարվածներից է։ Նա, ով միշտ փորձել է փրկել իր երեխաներին, պաշտպանել, ով փորձել է պաշտպանել որդուն թոռների աչքին, հիմա մեծ վտանգի առաջ է կանգնեցրել նրանց։ Նրա ներսում սկսվում է մեծ ցավ, հիասթափություն և մեղքի զգացում։ Սերիալը մտնում է մի փուլ, որտեղ հերոսները ստիպված են լինելու կանգնել իրականության առաջ առանց փախուստի հնարավորության։ Առաջիկա սերիաներում սպասվում են Նորոյի և Արշակի խոսակցություն, Մագդայի կյանքի ամենակարևոր ճշմարտության բացահայտում և ընտանիքի պայքար չկորցնելու իրենց տունը։ Բայց ամենակարևոր հարցը մնում է՝ արդյոք այսքան ճնշման տակ նրանք կկարողանան պահպանել իրենց կապը, թե ամեն ինչ վերջնականապես կքանդվի։ Ճիշտն ասած չգիտեմ ինչ մտածեմ։ Բարև ձեզ։ Ես գիտեմ ինչ մտածես, մեռնեմ ջանիկ։ Ցավը տալու, պետք չի մտածել։ Ես քեզ խորհուրդ չեմ տալիս մտածել։ Եթե ինչ ես ավարտել եմ իմ նկարահանումը եւ դրա համար այսպես ժպիտով գնում եմ տուն։ Պակա։ Պակա։ Ձեզ լավ նկարահանում։ Ես բավական երկար տևական ժամանակ ընդհանրապես ակտիվ չեմ եղել սոցցանցերում, ու դա շատ վատ է։ Ու որոշել եմ, որ այս տարի անպայման ավելի ակտիվ լինեմ, արդեն սկսեմ, այսպես ասած, ակտիվություն ցուցաբերել, իմ առօրյայով կիսվել իմ պարապմունքներով, կիսվել իմ նկարահանման հրապարակից, մի խոսքով սպասենք հետագա զարգացումներին։ Բարի կեսգիշերն անց, մի բան էլ ավել, իմ շատ սիրելի հետևորդներ ջան,
Հավատացեք, այս ժամը ամենաշուտն է, որ ավարտում եմ, որովհետև հիմա շատ ծանրաբեռնված եմ երազանքի բեմ նախագծով, բեմադրող ռեժիսոր որպես պրոդյուսեր, որպես մոնտաժային փուլին հետևող, այսինքն իսկապես վայրկյան ու րոպե չեմ ունենում, դրա համար պասիվ եմ եւ այսօր անկեղծ մտնում եմ Instagram ու տեսնում եմ անթիվ անհամար նամակներ ու գրեթե նամակների կեսից ավելին վատ խոսքերով, սենց շատ լուրջ նամակներ են, որոնք ինձ ասում են չես ամաչում Անահիտ ջան, էս ինչ ես անում, ոնց դու կարող ես այսպես վարվել ու կարդում ու չեմ հավատում, ասում եմ, ինչ են գրել, ինչի համար են գրել, հետո հասկանում եմ, որ 3 ATV-ով ուրիշի ընտանիք նոր հեռուստանովելն է հեռարձակվել